Բարև ձեզ բարեկամներ։ Սեփական երեխաներ արտահայտությունը ամենևին չի ենթադրում, որ երեխան ծնողի սեփականությունն է ինչպես գույք, ու նրա հետ կարելի է վարվել այնպես, ինչպես գույքի հետ, ասենք վաճառել կամ նվիրել։ Իհարկե, ծնողը կարող է հրաժարվել երեխայից, բայց միայն օրենքով սահմանված կարգով։ Միթե անհրաժեշտ է անդրադառնալ նման պարզ հարցերին։ Սակայն եթե միայն մի մարզում, վերջերս դատարանը քննել է երեխաների անօրինական առուվաճառքի մեղադրանքով երկու քրեական գործ, հետևաբար ավելորդ չէ հիշեցնել այն մասին, որ ծնող-երեխա հարաբերությունները, մասնավորապես երեխայից հրաժարվելու կարգը սահմանված է համապատասխան օրենքներով։ Այդ օրենքները պաշտպանում են նախ եւ առաջ երեխայի իրավունքները։ Ու նույնիսկ ամենածանր նյութական կացությունը չի կարող դիտվել որպես մեղմացուցիչ հանգամանք այնպիսի հանցավոր գործարքներում, որոնց հետևանքները կանխորոշում են երեխայի ապագան։ Նկատենք նաև, որ նման հանցանքների մասնակիցներ են, բացի երեխան վաճառող ծնողից, հավասարաչափ նաև երեխան գնողը ու այս գործարքի միջնորդը։ Ինչ որ երկրներում, ինչ որ կանայք կատարում են անհամեմատ ավելի ծանր հանցագործություններ սեփական երեխաների նկատմամբ։ Դուրս են նետում 10-րդ հարկի պատուհանից նորածինին, որովհետև նա անդադար լալիս է ու խանգարում համակարգչային խաղին, կամ պարզապես տեղավորում են երեխային շնաբնում, որտեղ նա ապրում է տարիներ շարունակ ու դառնում երկոտնանի, կիսամարդ, կիսաշուն եւ այլն։ Նմանի մենք ընդունանք չենք։ Մեզ մտահոգող հարցը ընդամենը հետևյալն է. ինչու որոշ կանայք չեն նախընտրում երեխայից հրաժարվելու օրինական ճանապարհը։ Դիտենք մի դատավարություն, որը տեղի է ունեցել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։ Լսում եք քրեական գործ ըստ մեղադրանքի Ալիսա Իվանի Գրիգորյանի, Ռիմա Արշակի Բալասյանի, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասով, Սիրանուշ Գերասիմի Բլբուլյանի, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 35-168 հոդվածի առաջին մասով։ Երեխա չունեք։ Քանիս է։ 3։ Բացիսա։ 3։ Բացիսա 3 երեխա, ինչ տարիք։ Մեկը 3 տարեկան, մեկը 7, մեկը 10։ 3, 7, 18 տարեկան երեխաներ։ Ում խնամքին են։ Ծանոթ կնոջ։ Բարեկամության։ Գերուս։ Որոնք ներկապանին դրում են որ գերուս խնամք։ Պաշտպան չեք ուզում։ Չէ։ Հրաժարվում են պաշտպանից առաջ։ Կարող եք ձեր շահերը ինքնորեն պաշտպանել։ Սիրանուշ Գերասիմի Բլբուլյան։ Պաշտպան չեք ուզում։ Կարող եք ինքնորեն ձեր շահերը պաշտպանել։ Ռիմա Արշակի Բալասյան։ Պաշտպան չեք ուզում։ Կարող եք ձեր շահերը պաշտպանել։ Ալիսա Իվանի Գրիգորյանը 2006 թվականի հունիսի 24-ին ծննդաբերել է տղա երեխա, սակայն չի ցանկանում պահել նրան, դրդել է վերջինիս նորածինին վաճառել իր ազգականին։ Ալիսա Գրիգորյանը համաձայնվել է եւ նույն թվականի հունիսի 27-ին $200,000 համարժեք 84,000 դրամով երեխային վաճառել է Ռիմա Բալասյանին։ Այսպիսով Սիրանուշ Բլբուլյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրորի 38-168 հոդվածի առաջին մասով։ Ռիմա Արշակի Բալասյանը մեղադրվում է այն բանում, որ նա իր ազգական Սիրանուշ Բլբուլյանից տեղեկացել է, որ Իջևանի բնակչուհի Ալիսա Գրիգորյանը ծննդաբերել է տղա երեխա, սակայն չի ցանկանում պահել նրան։ Հիշյալ ազգականի միջոցով նորածին գնելու առաջարկություն է արել Ալիսա Գրիգորյանին, որն համաձայնվել է։ 2006 թվականի հունիսի 27-ին Իջևանի Իվանդամցի բակում Ռիմա Բալասյանը գնել է Ալիսա Գրիգորյանի նորածին երեխային, որի համար նրան վճարել է $200,000 համարժեք 84,000 դրամ։ Այսօր Ռիմա Բալասյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասով։ Պարզ է ձեզ առաջադրված մեղադրանքը։ Համաձայն եք մեղադրանքի հետ։
դատաքննությամբ դատը լսելու ձեր միջնորդությունը պնդում եք։ Զղջում եք կատարածը։ Ամբաստանյալ Բալասյան։ Համաձայն եք առաջադրված մեղադրանքին։ Այո, եթե դա դուք համաձայն եք, ես եմ համաձայն, ինչ է։ Ինձ ախ է առաջադրված, որ ես համաձայն լինեմ, ձեզ առաջադրված։ Եթե կան Համաձայն եք, զղջում եք ձեր կատարածի համար։ Այո, շատ։ Ձեր կերպաններից անեք, դատարանում սալիք միջի տենց։ Զղջում եք ձեր կատարածի համար և պնդում եք գործը արագացված կարգով քննելու ձեր միջնորդությունը։ Նստեք։ Ամբաստանյալ Բուլբուլյան։ Առաջադրված մեղադրանքի հետ համաձայն եք։ Այո։ Ընդունում եք։ Այո։ Զղջում եք կատարածի համար։ Շատ։ Պնդում եք արագացված կարգով գործի դատականության վերաբերյալ։ Ամբաստանյալները պատասխանատվությունը մեղմացնող ինչ հանգամանքներ ունեն լրացուցիչ դատարանին ներկայացնել, բացի քրեական գործում գտնվողները։ Հերթով, ամբաստանյալներ, Գրիգորյան, Բալասյան, Բլբուլյան, այլ մեղմացնող ապացույցներ լրացուցիչ չունեք դատարանին ներկայացնել, ինչ որ քրեական գործում կան, ձեր բնութագրերը, ձեր տեղեկանքները եւ այլը բոլորը գործում են, ուրիշ նորը չունեք ներկայացնել։ Դատաքննությանը լրացումներ ունեք։ Դատախազը Ոչ, չունեմ։ համարենք ավարտված։ Կա որևէ մի ապացույց, կա որևէ մի ցուցմունք, կա որևէ մի հարց, որ ամբաստանյալների համար հասկանալի չէ։ Ամեն ինչ հասկանալի է։ Ոչ մեկը լրացում չունեք։ Չունեք։ Դատաքննությունը համարվում է ավարտված, դատարանը անցնում է դատական վիճաբանություններին։ Դատախազը պատրաստ է ճարվել։ Ես կխնդրեմ ընդմիջում կես ժամով։ Որոշություն չի կարողանում պատճառ ոչ աշխատանք ոչինչ սովորական սպառել հաստատվածքի դրանց համար այդ երկուսին մնացած չգիտեի ինչ անեմ մնացին դա ստորեցի ծնոտում չորը տաշստոր երեխա չունեց այդպես չեմ հրաժարվում երեխուց Չենք գնել, ես նրան ուզացել եմ մի շոր առնել, որ հապնի հիվանդանոցում, ինձ ասել են քույրերը հետ, ասել են իրան երկու երեխան այստեղ փայել ուղական, տար հացի փոխ ու հացավնի ուտի, ես նրան ուղակի հացի փոխ եմ թույլ, ով ատի հացի կան գումարով երեխա գնել, դա հնարավոր բան, հետո եթե մի կին չի ուզում ընտանիքը քայքայ, ուզում այդ ընտանիքը կազմի, ընտանիք ունենա, իմ երեխաները չքայքայվեն, ինձ գինես քանի անգամ են Երևան տարես տարիքիսկին, ես ընտանիք եմ կազմել, ինչ վատ բան եմ արել, այդեղ մի վատ բան կա, ես ուզացել եմ իմ ընտանիքին հարսս տղար չքայքայվեն, ու այդ ոնց է որ բժիշկը ահրելի գումարն ինձանից կերավ, ու ազատվեց, խափեց ինձ, ոչ մի օգուտ չտրեց, նրան չի դատասնում, իսկ եթե ես ընտանիք եմ կազմել, ինձ դատասնում պետք է դատել, ես Երևանել եմ ասացնում, եթե դատասնում է, տարեք Լենինի հրապարակում հասարակության մեկ ինձ դատեք, տեսեմ ինչ դատասնում ինձ, դատեք համաձայն եմ, նեթող բանտը մրնում եղեք կտանենք թաղեն, ես ունեմ 4 երեխա, լավ ընտանիք, կազմակերպված, իմ երեխաները բոլորն երեխա ունեն, դեմ ես փոքրսը չուներ, բոլորը ծառայած, մեկն Աֆղանստանա ծառայել, մեկը Բելարուսիա ծառայել, 25 տարվա դատվածների վրա, այնպես որ ես այնպիսի ընտանիք եմ, որ գյուղում մեծ պատիվ հարգանք ունեմ, հիմա եթե ես երեխա եմ վերցրել իմ ընտանիքը պատմեմ, խնդրել ենք այդ կինը, ես իմ հարսս քերուկինն է, խնդրել եմ, որ երեխան մի հատ ստեղծի իմ ընտանիքը չքայքայվի, դրա համար ինձ դատա հասնում, Բայց դուք ինչի օրենքով սահմանված կարգով չդիմեցիք երեխա վերցնելու համար։ Դե հիմա այդպես ստացվեց, որ կարծում ես, որ օրենքով էի վերցնել, այդքան գումար չունեի, որ օրենքից վերցնեի, օրենքն էլ է գումարներ, էլի կարող հա, օրենքով վերցրածներին էլ եմ հարցրել, ինչքան գումարներ են ծախսում, եթե հիմա որդեգրելու եմ այդ երեխային, գիտես ինչքան գումար է ինձ պետք, որ որդեգրեմ, բայց ես էլ քասիվ սովխոզ իմ ձեռքերին նայ սովխոզի աշխատողին եմ, իմ տղար չի աշխատում, հարսս տեղ չկա աշխատելու, ես էլ սովխոզի հողը փորելով, բիբար ծախելով, ծիծակ ծախելով, լոբի ծախելով շուկա եմ, այսօր 10 ձու եմ բերել տվել խանութում, այ ուզում ես տանեմ ծուտամու եմ տվել, ես այ կոպեկներ, որ իմ ճանապարհ
10 դուսյա, 700 դրամ։ Ես վատ բանեմ։ Մենք դեռ պայման չենք ունեցել, որ ակվաճառ։ Ես კი ոչ ճանաչին եմ սեն, ոչ գիտեմ այդ երեխին։ Բազմայր որ հանդամոցում երեխաներին տեսել ենք։ Ասեցի տար հապե, դաշել ավեցնել, ինձ երեխայա նվիրում։ Նուժենի նան, երկու կոպեկ չի հասնում, որ հաց առնուտի, պերեդաչու թողա։ Եթե մարդիկ շուկայից պերեդաչ անուն, երկու պերեդաչու թողա։ Մենք որ այդպես պայմանագիր չենք ունեցել, ընդհանրապես երեխեքի համար մի երկու կոպեկ փոխենք, վել ասել է երեխեքին յոլադար մեղք է։ Հիմա երեխեն որտեղ է։ Ես բան Չեն տարել բան մանկատուն։ Ինչի է տամ նով կտա, ինձ կսպանեմ, ես երեխա տամ, տարողիներ կսպանեմ, ես մի տարի 4 ամիս ճոճի տակին քնել եմ երեխա բայ, 3 օրական պայմուրը ես եմ բայ, ոչ թե հարցս, ով կտա մանկատուն տանեմ, բայ ես կտամ եմ երեխին, կյանքս վերեմ թե տար խանութումը, իմ խանութում տարգատի փողը պարտկեմ, նրան մի 8 ամիս շաբթական մի անգամ 2500 ռուբլի եմ տվեկատ առել որ պահել եմ։ Չեմ տա, մարդ ասպանություն կլնի, կվարեմ ամբողջը, բայց չեմ տա, ով երեխա կտած վարել է։ Մեղադրական ճաղի համար ձայնը տրվում է դատախազ պարոն Ավագյանին։ Արգելի դատարան, ճիշտն ասած, որպես դատախազ իմ համար շատ տհաճ դատական նիստ է, նկատի ունենալով այն հանգամանքը, որ գնալով նոր երևույթներ է հայտնաբերվում հայ կնոջ, հայ մոր մոտ իր երեխային վաճառելու կապակցությամբ։ Իրոք գալիս ենք միայն ժամանակաշրջան, որ տարօրինակ բաներ եմ լսում, չգիտեմ, որպես դատախազ, որպես մարդ ինձ շատ վատ եմ զգում։ Լավ, սա զուտ որպես այդպես, իսկ մնում է կոնկրետ մեր դատավարությանը, ապա ամբաստանյալներ Ալիսա Գրիգորյանը, Ռիմա Պալասյանը և Սիրանուշ Բլբուլյանը դիմեցին միջնորդության դատարանին, որպեսզի գործը քննվի արագացված կարգով, որի վերաբերյալ նախապես մեղադրանք հաստատող գլխավոր դատախազը չէր առարկել և դատական նիստը անցկացվեր արագացված կարգով։ Ամբաստանյալները դատարանում ընդունեցին իրենց մեղքը, զղջացին կատարածի համար և հայտարարեցին, որ ամբողջությամբ համաձայն են առաջադրած մեղադրանքի հետ։ Ուստի գտնում եմ, որ քրեական դատավարության օրենսգրքի 375 հոդվածի 3 պրիմ հոդվածի կարգով պետք է պահպանվի նույն հոդվածի 6-րդ կետի պահանջները և ես պնդում եմ մեղադրանքը և կհայտնեմ իմ միջնորդությունը։ Դատարանը հաշվի կառնի անշուշտ հասարակության հասարակական վտանգավորության աստիճանը և բնույթը, ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները և կսահմանի համապատասխան պատիժ։ Ելնելով վերօրյալներից միջնորդում եմ ամբաստանյալ Ալիսա Իվանի Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասով և այդ հոդվածի սանկցիան նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով։ Ընտրված խափահամիջոց կալանքը թողնել անփոփոխ, պատժի կրման սկիզբը հաշվել ձերբակալման օրից։ Ամբաստանյալ Ռիմա Արշակի Բալասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասով և այդ հոդվածի սանկցիան նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով։ Կիրառել ՀՀ քրեորի 70 հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, նշանակելով փորձաշրջան 2 տարի ժամկետով, ընտրված խափահամիջոց թողնել անփոփոխ։ Ամբաստանյալ Սիրանուշ Գերասիմի Բլբուլյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38 հոդվածի առաջին մասով, դատապարտել սանկցիայով նրան ազատազրկման 2 տարի ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, նշանակելով փորձաշրջան 2 տարի ժամկետով, ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ։ Ամբաստանյալ Ալիսա Գրիգորյան, տրվում է ձեզ դատական վիճաբանությունների մասնակցելու իրավունք։ Քաղաքացի դատավոր զղջում եմ բոլոր մեղքերից համար, խնդրում եմ մեղում վարվեք, խղճացեք 2 փոքր երեխաներից։ Ինչացրեցիք։ Նստեք։ Ես իմ կարծիքով վատ բան չեմ արել, ուզացել եմ ընտանիքս չքայքայվի, ինչ ունեմ ասել։ Ես առուվաճառքի մեջ չեմ մտել, ես չեմ գնել, ասել եմ և ասեմ չեմ գնել և խնդրում եմ ներեկեն աղջկանը,
Նույն ուժը չի պատասխան տանին իմ ընտանիքը չքայքայվի։ Ձեր մասին չեմ խոսել, ձեր։ Ինչ պատիժ, դե պատիժ, ինչ ասեմ, ինչ պատիժ ասում։ Չգիտեմ, ինչ ասեմ։ Խնդրում եմ ներեք, մեր սխալի համար ներեք, այո, մեծ սխալ ենք արել։ Մեծ սխալ եմ արել, որ ճիշտ չեն վարվել օրենքի հետ։ Ճիշտ է։ Խնդրեմ նստեք։ Ամբաստանյան Գոլգունյան։ Եթե իմանանք, որ վերջում, գործի վերջում սենց վատ հետևանք կթողեր, միգուցե չանեինք, մի քիչ էլ ես եմ շփոթված եղել այդ գործի կատարելու ժամանակը, խնդրում եմ ներեցեք, մեր մոտեցեք, շատ եմ զղջում մեր կատարածի համար, իրանել եմ շատ խղճում, որ այսօր ինքը այդ հետևանքն ստացվում։ Դատական վիճաբանություններին դատախազը ռեպլիկի իրավունքից ուզում է օգտվել։ Ճիշտ ասած, դատարան լսելով Ամբաստանյաններին մի պահ այն մտահոգության մեջ ընկա, որ երեխաների մասին հիշատակեց Ամբաստանյան Գրիգորյանը, իսկ հետաքրքիր է ինքը հիշում էր այդ երեխաներին եւ որ զբաղվում էր այդ գործունեությամբ։ Միտե հիշում էր Ամբաստանյան այդ երեխաներին, որ այսօր դատարանին հիշատակում եք, որ երկու երեխաների կամ ինչ է նշանակում չենք իմացել, չենք հասկացել, մեծ մարդիկ եք, ինչը չեք հասկացել, գոյություն ունի օրինական ճանապարհ, մանկատներ, որդեգրման հաստատություններ, մեծ կին եք, նույնիսկ լեզուս չի պտտվում ձեր նկատմամբ ուրիշ պատիժ նախատեսեի կամ առաջարկեի։ Գնացեք օրինական ճանապարհով, ինչու եք գնում անպայման անօրինական ճանապարհը, ինչու եք անպայման փորձում շեղվել ճանապարհից նորմալ, հետո էլ կանգնում եք դատարանում եւ պատճառաբանում եք, զղջում եք, մեղա եկեք, ես եկեք, այն եկեք։ Անելուց առաջ պետք է մտածել այդ ամեն ինչը, ոչ թե այսօր դատարանի առաջ կանգնել եւ բոլորից դնել այս վիճակի մեջ։ Ամբաստանյան Լավիսա Գրիգորյան, տրվում է ձեր դատարանի վերջին խոսքով դիմելու իրավունք։ Խնդրում եմ մեղքեք, փոքրացեք երեխեքից։ Ես չեմ ցանկացել այդպիսի բան։ Իսկ ինչ մնում եք 200 օրինակ թղթից ելնելով են տվել, չեմ վաճառել ես։ Պրոստը իմ տանիք եմ երջանկացրել, որ իմ երեխային լավ կպահեմ, չեմ հրաժարվել իրեն տեսնելուց։ Իրանց ասել եմ, որ միշտ կհաճախել երեխան դուսնից։ Դե եկեք քաղաքացի դատավոր, խնդրում եմ դե մի սխալ մեծ կին եմ, սխալվել եմ, ուզացել եմ երեխա վերցնել, չեմ հասկացել, ճանապարհը չեմ իմացել, սխալվել եմ, խնդրում եմ ներեք։ Ես էլ եմ կրկնում պարոն դատավոր, որ շփոթված եմ եղել, ասենք իմ կատարված դեպքի հետ, չեմ գիտակցել, որ ինչ ճանապարհով պետք է վերցնենք, միջնորդության դերում եմ հանդես եկել, ես զղջում եմ իմ կատարածի համար։ Տաուշի մարզի առաջին ատյանի դատարանը նախագահությամբ Սամվել Մարտանյանի վճռեց։ Ալիսա Իվանի Գրիգորյանի մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով, որպեսզի պատիժը պետք է գրի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան քրեակատորական հիմնադրությունում։ Խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ, պատժի կրման սկիզբը հաշվել 2007 թվականի սեպտեմբերի 11-ից։ Սիրանուշ Գերասիմի Բլբուլյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի առաջին մասով եւ այդ հոդվածի սանկցիայով նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով։ Կիրառել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը։ Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել իր բնակության վայրի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման համապատասխան ստորաբաժանման վրա։ Խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին թողնել անփոփոխ, մինչև դատախազի օրինական ուժի մեջ մտնել։ Ռիմա Արշակի Բալասյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով եւ այդ հոդվածի սանկցիայով դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով։ Կիրառել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը,
եւ դրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 2 տարի ժամկետով, նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել իր բնակության վայրի, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության ազատազրկման հետ կապված պատիժների նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանման վրա։ 2008 թվականից համաշխարհային բանկի միջոցներով սկսվելու է դատարանների նոր շենքերի շինարարությունը Տաուշի մարզում։ Իջևանում կկառուցվի ընդհանուր իրավասության մարզային դատարանի շենքը։ Բերտում այդ դատարանի նստավայրը Դիլիջանում է լինելու քրեական եւ քաղաքացիական մասնագիտացված դատարանը, իսկ ընդհանուր իրավասության մարզային դատարանի նստավայրը նոյեմբերանում կենթարկվի կապիտալ վերանորոգման, ընդ որում պետբյուջեի միջոցներով։